Ողջույն։ Այսօր ուզում եմ միասին խորենք մի, թվում է թե պարզ, բայց իրականում շատ կարևոր հարցի շուրջ։ Այն կյանքը, որ հիմա ապրում ենք, արդյոք այն իսկապես մերն է։ Մի վայրկյան կանգ առեք ու մտածեք։ Դուք իրոք վստահ եք, որ ձեր սեփական կյանքով եք ապրում։ Թե գուցե ուրիշների համար եք ապրում, փորձելով արդարացնել նրանց սպասելիքները, հետևելով ինչ-որ կանոնների։ Գիտեք, սա այն հարցերից է, որից մենք շատերս փորձում ենք փախչել։ Դե եթե երբևէ ձեզ զգացել եք, այսպես ասած, թակարդում, կարծես մի տեղում դոփում եք ինչ-որ անվերջ շրջանի մեջ, ապա այս խոսակցությունը հենց ձեզ համար է։ Լավ, եկեք միասին մի քիչ ավելի խորը նայենք։ Առաջին հերթին եկեք խոսենք այն առօրյայից, որը վստահ եմ շատերիս շատ ծանոթ է։ Այն ռուտինայից, որը դարձել է ուղղակի սովորական։ Այն զգացողությունը լինում է, որ ամեն օրը ուղղակի նախորդի կրկնությունն է, չէ՞։ Արթնանում ես ու վերջ։ Կարծես նույն ֆիլմը նորից սկսվեց։ Սկսվում է ծանոթ հերթականությամբ։ Դպրոց, համալսարան, աշխատանք, կարճ ասած պարտականություններ, որոնք պարզապես պետք է անես։ Հետո գալիս է հեռախոսը։ Մեր մշտական ուղեկիցը, այն ինչը մեզ իբր կապում է աշխարհի հետ։ Բայց իրականում շատ հաճախ անջատում է մեզ հենց ինքներս մեզանից։ Գիտեք չէ, երբ անվերջ սքրոլ ես անում սոցցանցերում, նայում ես ուրիշների կյանքը, համեմատում քոնի հետ ու մոռանում ես քո սեփականը։ Ու օրվա վերջում ինչ ա մնում։ Միայն մի զգացողություն՝ ուղղակի հոգնածություն։ Խորը ներքին հոգնածություն։ Ու հենց այս ամբողջ ռուտինայի մեջ, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, մի լուռ հարց է ծագում։ Ինչու եմ ես վախենում մի նոր բան փորձել։ Ինչու չեմ համարձակվում փոխել ինչ-որ բան։ Լավ, հիմա եկեք փորձենք հասկանալ իսկ որն է իրական խոչընդոտը։ Որովհետև պետք է հասկանանք, որ այդ վախը ուղղակի անվճռականություն չի, չէ, այն շատ ավելի խորն է։ Գիտեք, մի կարևոր բան կա, որ պետք է հիշենք։ Նախքան որևէ մեծ քայլ անելը, նախքան որևէ փոփոխություն, վախը միշտ առաջինն է գալիս։ Դա ուղղակի մեր ուղեղի բնական ռեակցիան է, որը փորձում է մեզ պաշտպանել անհայտից։ Բայց գիտեք թե որն է իրականում ամենասարսափելին այս ամենի մեջ։ Մենք հաճախ վախենում ենք սխալվելուց, չէ՞, բայց դա, գիտեք, սովորական վախ է։ Իրական ամենամեծ սարսափը լրիվ այլ բան է։ Դա այն է, երբ տարիներ անց հետ ես նայում ու հասկանում, որ դու նույնիսկ չփորձեցիր։ Հիշեք սա, խնդրում եմ, կյանքի ամենամեծ սարսափը ձախողվելը չէ, դա զղջումն է, ափսոսանքը, այն քայլերի համար, որ չարեցիր, այն կյանքի համար, որ չապրեցիր։ Դե լավ, բայց եկեք այսքանով բավարարվենք խնդիրը քննարկելով։ Հիմա անցնենք լուծմանը, որովհետև ելք միշտ կա։ Ու գիտեք ինչ, ամեն ինչ սկսվում է ընդամենը մեկ փոքրիկ քայլից։ Ու ուզում եմ, որ իմանաք, այս խոսքերը ինչ-որ ալգորիթմի կամ լայն զանգվածների համար չեն։ Սա քեզ համար է։ Հենց այն մեկ մարդու, ով հիմա լսում է, ու այս ամենի մեջ իրեն է տեսնում, իր պատմությունն է ճանաչում։ Ուրեմն, եթե հենց հիմա քո մտքում մի բան պտտվում է, մի գաղափար, մի նախագիծ, մի երազանք, որը դու անընդհատ օրեցօր հետաձգում ես, լուծումը շատ պարզ է, ոչ մի բարդ ծրագիր պետք չէ, ընդամենը երկու քայլ։ Առաջին՝ սկսիր, եւ երկրորդ՝ սկսիր հենց այսօր, ոչ վաղը, ոչ էլ հաջորդ երկրաշաբթի օրվանից, հենց այսօր։ Այս պահը, հենց հիմա, սա քո պահն է, սա այն պահն է, երբ դու կարող ես որոշում կայացնել ու վերջապես կոտրել այդ շղթան։ Եվ վերջում մի հարց. եթե այս ամբողջ խոսակցությունը գոնե մի փոքրիկ կայծ վառեց քո ներսում, ինչ ես անելու դրա հետ։ Թող քո հաջորդ քայլը լինի մի տեսակ հայտարարություն։ Ամենաառաջինը ինքդ քեզ, իսկ հետո թեկուզ ամբողջ աշխարհին։ Ուղղակի երկու բառ։ Ես սկսում եմ։ Սա է քո մեկնարկը։ Շնորհակալ եմ։